Իսկական այդօրեն Սամվել Կարապետյանի հետ կապված էլի նորից ներքաղաքական խնդիրների հետ կապված է, էլի ընտրությունների փորձում են ուժեղացնել Նիկոլ Փաշինյանին, այդ թվում Ռուսաստանի կողմից, Ոնց որովհետև պարոն Մարտիրոսյան, Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանին փորձում են ուժեղացնել եւ ինչպես օրինակ Սամվել Կարապետյանին պատկերացնում եք զոհաբերությունը ինչ ձևով կնայվի որոշ շերտերի կողմից հասարակության, Նիկոլի տնմես իշ տղա է, Սամվելի նման Կալուգա Սամոյի նման տղուն, Տաշիր Սամոյի նման տղուն դրեց փակեց, ուժեղ ընես շատ ուժեղ տղա է, այսինքն ձեր տեսակետը այն է, որ Ռուսաստան ցանկանում է Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության միանշանակ։ եւ Սամվել Կարապետյանին ուղարկել է, որպեսզի նա բանտարկվի եւ դրանով Չէ, հզորացվի։ Սամվել Կարապետյանին չի ուղարկել, բայց Ռուսաստանը քայլեր տես չձեռնարկեց, որ Սամվել Կարապետյանը ազատվի, զոհաբերեց։ Եվ հետո շարունակեմ, կամ իրենց գործունեությունը, որ հիմա բան են անում։ Այդ Սամվել Կարապետյանը 2018 թվականին գազի Կարեն Կարապետյանի հետ, որ մասնակցում էր միտինգներին, մարդ էր բերում։ Այդ ժամանակադատ էր, հիմա որ արդեն ինքը եկեղեցի է պաշտպանում, դառնում է բեդակ, ընդունելի չի։ Սամվել Կարող է որևէ Կարապետյանն է մեկը ստե, 2018-ի միտինգներին մարդ բերել։ հա՞։ Սամվել Կարապետյանն է 18-ի միտինգներ։ Այո, եւ ոչ միայն Սամվել Կարապետյանը, նաեւ Կարեն Կարապետյանը, ընդ որում էլեկտրոցանցերի, գազի եւ մոլերի մարդիկ եկան այն ժամանակ միտինգի, որ մի քանի օր հետո արդեն մարդիկ, եթե հիշես, պակասեցին մասնակիցները բողոքի ցույցերին, այդ ազատության ֆրանսիական հրապարակում միտինգներին ու հենց այդ օրը, որ արդեն շատ քիչ մարդ էր, մոլերի, էլեկտրոցանցերի եւ գազի մարդիկ եկան։ Ու էնել են դեպքում, որ մինչև իմի որևէ միտինգի ոչ միայն չեն մասնակցել, այլ հակառակը գյուղերում էլեկտրիկները եւ գազի մարդիկ գյուղերի մարդկանց ասում էին չգնաք միտինգների, թե չէ էլեկտրականություն ու գազը կկտրեինք։